Էդուարդ Համբարձումյանը, ով 44-օրյային դասակի հրամանատար էր, նախորդ տարի մեծ աշխատանք էր կատարել պատերազմի սկզբից մինչև ճեղքումը ջրականի հատվածում մեր ստորաբաժանումների կատարած աշխատանքը արբանյակային լուսանկարների միջոցով ֆիքսելու, հետազոտելու եւ հանրությանը ներկայացնելու համար։ Այս ուղղությամբ մերոնք մեկ շաբաթ պահել են առաջնագիծը, չնայած որոշ դիրքերում անձնակազմի 70%-ը զոհվել էր։ Մեր մարտիկներն այդ հատվածում խոցել էին թշնամու 80-ից ավելի մարտական մեքենա, ինչը հաստատված է արբանյակային լուսանկարներով։ Նախորդ ամիսներին էլ Էդուարդը նույն հետազոտությունն արել է Հադրութի ուղղությամբ։ Ճեղքվել է բնագիծը մոտ 3.5 կիլոմետր, 3.7 կիլոմետր խորությամբ, սակայն հակառակորդը կանգնել է եւ մինչեւ հոկտեմբերի 22-ը այդ բնագիծը պահվել է։ Ամսի 3-ի դրությամբ 50-ից ավել տեխնիկա է խոցված։ Տանկեր, զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ։ Այս ուղղությամբ աշխատել է հակատանկային մարտկոց։ Մի քանի երիտասարդներ, որոնք շաբաթների ընթացքում ֆանտաստիկ աշխատանք են կատարել թշնամու ուժերին ճնշելու ուղղությամբ։ Կոլոսալ մեծ խնդիր են կատարել փոքր անձնակազմով, այնտեղ այս անունները հայտնի են, բոլորին հասանելի են։ Երկու Դավիթ Գրիգորյան հակատանկային մարտկոցից, երրորդը Յուրա Հայկարամի Ալավերդյանը կրկին խոցել է տասնյակ տեխնիկա։ Այսինքն այս 3 տղաների խոցումների համագումարը 50-ից ավել տեխնիկա է տալիս։ Խնդիրն այն է, որ եթե պատերազմի դաշտը թեկուզ արբանյակային լուսանկարների միջոցով օր-օր հետազոտության ենթարկվի, պատերազմի ընթացքի մասին պատկերացումները կարող են փլուզվել։ Երկուսը զոհվել են։ Մեկը հետմահու է պարգևատրվել մարտական խաչ առասպնյասճանով, մեկը հաջորդ օրը երկուսն էլ հաջորդ օրը Արցախի նախագահի կողմից հոկտեմբերի 4-ին Արցախի հերոսի կոչում են ստացել եւ ոսկե արծիվ շքանշան։ Այսինքն Արցախի էջի փակումը ենթադրում է արցախյան պատերազմների էջերի փակում, ինչն էլ ենթադրում է, որ հերոսների մասին հիշողությունները պետք է ստվերվեն, բայց հերոսների բացակայությունը ունենալու է այլ բացասական հետևանք եւս՝ օրինակների վերացումը հասարակության համար։ Այդ փառքյանքները մեզ պետք չի։ Առավել եւս մեր տղաներին դա պետք չի։ Դա ազգային ինքնության կարևոր բաղադրիչն է։ Հենց դրա համար է անհրաժեշտ, ոչ թե նրա համար, որ այդ տղաների նկարները կան դպրոցում, ծնողներն են իրենց լավ են զգում կամ տղաներն են վերևից տեսնում, ասում են դե լավ, ոչինչ։ Ալիսան, ում որդին զոհվել է Արցախի պաշտպանական մարտերում, խոսում է խիզախության եւ անձնազոհության մասին։ Նոր սերնդին հերոսների մասին հիշողությունները փոխանցվում են դպրոցների պատերին զետեղված նկարների, հերոսների պատվին բացված անկյունների միջոցով։ Հիմա սակայն ակտիվորեն առաջ է մղվում այն միտքը, որ պատված պատերազմում հերոսներ ուղղակի չեն լինում։ Հերոսների սխրանքը, զինվորների սխրանքը պատերազմի ելքով չի որոշվում, այլ այն տղաների գոյությամբ, որոնք մինչև վերջ իրենց դիրքերը չեն լքել։ Այն տղաների գոյությամբ, որոնք իրենց մարմնով իրենց ընկերներին են պաշտպանել, որոնք կյանքը վտանգելով մտել են կրակի տակից իրենց վիրավոր ընկերներին են հանել։